Գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել։ Երեխաները ոդկով գնան դպրոց, ոդկով։ Հասկացաք։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Պատերազմը, խաղաղությունը, տգիտությունը, ուժը։ Գնացեք ուրիշ տեղեր պատմեք, կոռուպցիայի մասին ոչ մեկ չէր բարձրաձայնում։ Հիմա լավ միտք ենք տալիս իրանց։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է, ու եթե դուք էլ մեր պես զարմանալու ունակությունը չեք գործել, վստահաբար այսօր առավոտը արթնացել եք ու զարմացել եք, ու այս ամեն ինչի մեջ երևի մի հատ պլյուս կա, որ գոնե ուրբաթ օրով է այդ գրել մեր հաղորդումից առաջ եւ մենք հասցրել ենք մտցնել հաղորդման մեջ։ Երբեմն մեր կյանքում հանդիպում է մի այնպիսի պիզդես, որ այն մյուս բոլոր նախկին պիզդեսները խամրում են նրա ֆոնին։ Գնում ես բարերան, բացում ես եւ վերաձևակերպում ես ընդհանրապես պիզդեսի խորհուրդը։ Մի խոսքով, հիմա կտրվենք դրանին, հիշեցնենք, որ մեր գլխավոր գործընկերն է GTB Holdings-ը, որը արդեն ավարտում է Դավիթ անհասցանին հասեյով բնակելի շենքի կառուցապատումը, ու տակը ինչ կա կոմերցիոն տարածք։ Կոմերցիոն տարածք, որը կարող եք վարձակալել, տեղադրել այնտեղ ձեր բանկը, խանութը, կարող եք բերել մարդ դոմփել։ Մի խոսքով, դա կլի ձեր կոմերցիոն տարածքը։ Պատրաստվում եք գնել D-Energy G30 Premium դասի վարդակները։ Նախ լսեք սա։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ենթավարտակային տուփի չափսերը փոքր-ինչ մեծ են ընդունված ստանդարտից եւ դա պետք է վերանորոգման ընթացքում հաշվի առնել։ Այ հիմա գնացեք եւ առեք։ Նույնիսկ եթե արդեն տեղադրել եք ստանդարտ չափի ենթավարտակային տուփ, հոգ չէ։ Կարող եք գնել E08 դասի վարդակները, որոնք հիանալի լուծում են տվյալ վիճակի համար։ D-Energy հանգիստ վարդակապատեք ձեր բնակարանը եւ գրասենյակը։ Գիտնականները ապացուցել են, որ լիցքավորման տեղի համար պայքարը 21-րդ դարի լրջագույն կռիվներից է։ D-Energy-ն այդ հարցը լուծել է։ Միած սաղը ցուսեք վայ։ Դու արի հետս։ Մնացածը շարունակեք։ D-Energy վարդակները մեզ հասել են ապագայից, տարբեր դիզայներական լուծումներով, գույներով։ Իսկ այս ինչա։ Կախարդական պանել, որը միանում է մի կետից, մի լարից, բայց վրան կարող է լինել մի քանի վարդակ, կամ մեկը, որը կարող է պատի մի կողմից գնալ մեկ այլ կողմ։ Այս պայի համար գժվում եմ։ Կամ մի քանի վարդակ, որոնցից մեկը կարող է էլեգանտորեն դուրս թռնել եւ հայտնվել մեկ այլ պատի վրա։ Ու դե դիմերներ, լույսի հզորությունը այլևս որոշում է ոչ թե ցանցը, այլ դուք։ Նաև անջատիչներ սովորական եւ սենսորային, որոնք զգում են քո մոտենալը, օրինակ գիշերը մեղմ լույս կմիացնեն, որտեղ պետք է առանց մյուսներին խանգարելու։ Նույնը կարող է լինել նաև աստիճանների վրա, աստիճանաբար։ Համ տան համար, համ օֆիսի, ընտրի որն ուզում ես, նարեկ։ Նարեկ։ Բոլորիս կյանքում գալիս է մի պահ, երբ արդեն գրել վերջացրել ես Arm Comedy-ի սցենարը, մեկ էլ վերջի րոպեին կարդում ես մի նոր լուրջ։ Քեռների, քեռակինների մասին ու ստիպված ես 0-ից նորից գրել սցենարը։ Բայց այսօր այդ օրն էր, բայց մինչև դրան հասնելը, սեպ այն պահից, երբ ոչինչ չէր կանխագուշակում, որ այդ օրը լինելու է սկանդալ։ Փաշինյանը կառավարության նիստին սովորականի պես քննարկում էր պետական կարևորագույն հարցերը։ Համաձայնվում էր նաև մեր հնչեցած կարծիքների հետ, հերիք չի համաձայնվում էր մեր հետ, մի հատ էլ մեր կարծիքը փաթաթում էր կառավարության վզին։
Ես օրինակ զարմացա մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղավ, աղմուկ բարձացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Այո, աղմուկ բարձրացավ, բայց մենք արդեն այն մարել ենք այնպես, որ կարող եք զբաղվել սովորականի պես տնտեսությամբ, դոմփելու հորդորներով։ Մի րոպե կներես տնտեսությունը եւ դոմփելը կսպասի կամ տնտեսություն դոմփելը կսպասի։ Եկեք մի հատ վերջնական կառավարության ողջ կազմով իտոկ տանք այդ համալիրում հարսանիք անելու պահին։ Բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա։ Համ հասցնում է երկիրը կառավարի, համ խաղաղության խաչմերուկա խեղտ անի Եվրոպայից, համ էլ Facebook-ի բամբասանքները բերի ու կառավարության դեմը սենց մունատ գաբրեն։ Չելովեկ օրկեստրը նաև հասցնում է հետևել հայկական եկեղեցիներին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ։ Պրոբլեմը այն է, որ երկրի ղեկավարը օրվա մեծ մասը անցակացնում եկեղեցիներում, եկեղեցուց դուրս հանել չիլնում այդ մարդուն, դրա համար ամեն ինչ նկատում է, նույնիսկ այն ինչ որ պետք չի նկատել։ Լավ, Ինչ հիմա որ չկա։ ամենակարևոր հարցը, արդյոք Փաշինյանի ասածը եւ իրականությունը իրար հետ տենց ջերմ կապի մեջ են։ Ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում։ Մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա բերը դրել։ Այստեղ արդեն չդիմացավ գերաշնորը Էջմիածնի դիվանապետը, arczepiskopos։ Սիրուն բացատրեց Մոլորյալին ինչը ոնց է։ Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր եւ իշխանությունների պատասխանատվությունը։ Ցավալի է սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել նորաձև հռչակված կրթության պակասը։ Կշտամբանք կսմիթ հորդոր, ահա 3 բաղադրիչ, որ կարող են վերցնել վարչապետին եւ հունից շպրտել ապ։ Արավոտ կանուխ ակաղաղի առաջին ծուղրուղից հետո երկրի գլխավոր հրամանատարը պատասխանեց գերաշնորհին։ Բոլոր ներվերից թույլ կամ նորմալ մարդկանց հորդորում ենք այս նայելուց առաջ մի հատ սենատոր Մի հատ հա էլի Սերգեյ ջան։ Էս պետք է։ Դե ինչ, նարեկ, լսենք Գերագույն գլխավոր հրամանատարի ուղերձը առ եկեղեցի։ Սրբազան, գնա շարունակիր քերուտ կնգան դոմփել։ Ինձ հետ ինչ գործ ունես։ Նարեկ ջան։ Լից։ Կարոտելու ենք մենք adekvatությունն ու բոլորին, բայց ինչ արած։ Մնաս բարով։ Ինչ ասենք։ Քերակնոջ առողջություն, քերունել ամբերություն։ Փաշինյան, դե շարունակիր ծփնել Facebook-ի մեջ, ինչ որ կա։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Իհարկե, հոպար, անհրաժեշտ է, վերցրեք սիրուն ածեն դարձրեք քերակին դոմփողների բացահայտման բյուրո ու մենակ դրանով էլ թող զբաղվի ԿԳԲ-ն սրանից հետո։ Իդեպ ջոգեցիք, չէ՞ որ սրանով Փաշինյանը ասեց. «Հեյ, բոլորի վրա կամպրոմատ ունեմ ու չեմ խրտնի այդ ամեն ինչը հարմար պահի բացահայտել Հանգիստ նստեք տեղներդ։ Այո։ Բայց եկեք գրադուսը մի քիչ էլ բարձրացնենք։ Եկեք մի քիչ այնքան ճնշում տանք, որ կոյուղաջրերը հասնեն 9-րդ մասիվ։ Վարչապետի տիկին հանգարց հետ չմնաք։ Երկրի գլխավոր մանկապիղծները ճուլան բարից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ։ Չէ՞ որ ճուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյունն են։ Ինչ թվում է, էս էլ է Նիկոլը գրել դատելով զայնից։ Ինչևէ, դատախազություն խնդրում ենք սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։ Հենա, առաջին տիկինը գտելա մանկապիղծների խմբակ, բացահայտեք։ Թող ամեն դեպքում մի քիչ արուն քաշեն Աննայից։ Եվ այսպես վարչապետը շարունակում է իջացնել նշաձողը։
Вообще ամեն ինչի նշաձողը։ Իսկ վայ ինքը ստիպում է թելադրում է օրվա թեման, ու ստիպում է մենք խոսանք, ու մենք ընկել ենք այդ ծուղակը, ու մենք ընկել ենք, արա, որպես գլուխ ընկել ենք։ Ինքը հիմա այնտեղ նստած ուզում է, որ մենք ստեղ խոսանք սրա մասին։ Ու մենք դա անում Ու ենք։ մենք իր Կարող խամաչիկներն ենք։ փոխենք թեման, ասես բռնենք։ Ես ձենը չեմ կարողանում Նախախտովը չկա։ Ինչ թեմա։ Ուրիշ թեմաներ։ Ինչպես պետք է մենք կարողանանք վերջապես այս խցանումների այս դժվարին ժամանակներում բեռնաթափել Երևանը եւ ինչ ծրագիր եմ ես առաջարկում բեռնաթափման նպատակով։ Այ օգտակար գործ է անում Սերգեյս, բեռնաթափենք Երևանը։ Շո, տեսնենք ոնց անում Սերգո Չլոմկես։ Կարծում եմ որ առաջնահերթ է հատկապես նախարարությունների տեղաբաշխման հանրապետության ողջ տարածքով Շատ լավ բան ասում, իհարկե մնում արժե պատգամավորը սովորի արտասանել բաշխել բառը։ Կենտրոնացի բովանդակության վրա, հա։ Մի հատ ասեք, ինչը որտեղ եք ուզում բաշխել։ կարող ենք ասել որ մենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կարելի է Կոտայքում տեղաբաշխել Չորցնիմ, բաշխել տակ բաշխել։ Բախշիչ ցանց, շարունակեք բախշել։ Այն օրը նենց ենք խմել, բախշել ենք սաղուս։ Չնախշարի կա։ Ֆինանսների նախարարությունը Արագածոտնում կարելի է տեղաբաշխել եւ շատ մոտ է եւ շատ հեշտ է աշխատանքներ տանել եւ կարող եմ ասել որ կարեւոր է նաեւ որ երկրորդ քաղաքում հատկապես տեղաբաշխել ոչ թե մարզկենտրոններում Պաշտպանության նախարարության ամենակարևոր գործառույթը Սյունիքում է եւ ճիշտ կլինի որ Պաշտպանության նախարարությունը ողջ կառուցվածքով տեղափոխվի Սյունիք Դուք հասկանում եք, չէ, որ բնեի գործառույթը շատ տարբեր է սահմանապահի գործառույթից։ Ինքը պաշտպանության ամբողջ համակարգն է վերահսկում Հայաստանում, ոչ թե մենակ այնտեղ, որտեղ պետք է սահմանը ավելի լավ վերահսկել։ Ինչի հետևից է սնգել։ Թող հանգիստ բախշի էլի Սերգեյը։ Նու թող բախշի, բայց մի քիչ ավելի հոդաբախշ։ Շրջակա միջավայրի նախարարությունը դա Գեղարքունիքն է որովհետեւ Սևանա լիճն է համար մեկ խնդիրը Հայաստանի Հանրապետության եւ Սևանա լիճի շրջակայքում պետք է տեղաբաշխել շրջակա միջավայրի նախարարությունը Այո, շրջակա միջավայրի նախարարությունը բախշենք Սևանի մոտ, որ իշխանը լավ բազվանա։ Զգում ես որ լավ վերլուծական լուրջ աշխատանք է տակարված։ Համախշարային կալիբրի ինտելեկտուալ է սիրոգս։ Դեպսը շարունակում ենք բախշել, էլ ինչը կարելի է ֆուկ անել Երևանից։ Արևտրի կենտրոնները քաղաքից դուրս անպայման տեղաբաշխել Դալմա մոլը, Երևան մոլը, մեգա մոլը տանենք Շիրակի ախուրիկ գյուղ, այնտեղ կակրած նոր մանկապարտեզ են սարքել, երկրորդ հարկում լիքը տեղ կա։ Իշխանական պատգամավորը իհարկե հույս չունի, որ ինչ որ մենք այս ամեն ինչը լուրջ է ընդունելու, Իրան լուրջ է ընդունելու, բայց Իրան լուրջ ընդունեց մի ամբողջ մասկ կուսակցության նախագահ։ Նախարարական պարոն Բագրատյան ձեր ասածներին, եթե դուք ուզում եք խցանման հարցը լուծեք, ապա աշխատենք այնպես անենք, որ երեխաները ոդկով գնան դպրոց, ոդկով։ Հասկացաք, երեխեքը ոդկով գնան դպրոց։ Այս sense ոդկո էս ցույց է տալի զուտ են մարդկանց համար ում ֆանտազիան կարող է չհերիքի սեփական ուղեղով պատկերացնել ոնց է երեխեն գնում դպրոց, այս sense, էլի sense վիզուալիզացնում է։ Աղազարյանը նաև բացատրեց, թե ինչ է տեղի ունեցել ավտոների ներկրման բիզնեսի հետ։ Ըստ էության, պարոն Արգիշնիկ Հերեմյանը հայտարարեց այս ամբիոնից, որ իրենք Բադասյանի հետ միասին մեկնաբանել են օրենքը եւ իրենց հայացողությամբ այն կիրառել, որի արդյունքում այդ ոլորտը կործանվեց Հայաստանում, այս բային համենայն դեպս, եւ մոտ 10, որը ընդգրկում էր մոտ 10,000 քաղաքացու։ Ոլորտը կործանեց ինչպես եւ կարելի էր կռահել Քյարեմյանը, որպեսի Աղազարյանի կլանը չկարողանա զբաղվել այդ բիզնեսով։ Իսկ կոնկրետ հիմա ինչ են կործանում։ Հիմա մենք հետևողականներին ուզում ենք խաղաղագործություն եւ կոնյակագործությունը ոչնչացնենք։ Այն ինչ որ տեղի ունի մեսո Վրաստանում, որ մեքենաները արդեն կան, մեքենաները որ 45 օրը կանգնած են արդեն այդ վիճակում, եւ ես ամենակիչը մեկ գործարան գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի։ Այո, այս սա իսկական խնդիր է։ Ու ինչ ելք է առաջարկում Աղազարյանը։ Մարդ ուզում է ինքնասպանություն անի, դեպի վանից տակ ջուր է լցնում եւ երակները կտրում է, որպեսզի անցավ ինքնասպան լինի։ Հիմա մենք ամեն հարց թողնում ենք բացի թողի, թե ոնց գլուծվի, ինչ արդյունք կլինի։ Սա շատ վատ է։ Դե ապրեք, անցավ ինքնասպանություն անելու լայվ հաքը կիսվեց սաղի հետ ու գնաց։ Իսկ վրացիները իրոք համը հանում են։ Ինչ ա եղել։ Ինչ ա եղել վրաց, ով մեզ կպատմի վրացների մասին։ Վերջին ժամերին կտրուկ վատարացան մեր Երևան
Վրաստանի հարաբերությունները արևմտյան երկրների հետ։ Նախորդ օրը վարչապետ Կոբախիձեն տարօրինակ մեղադրանքներ հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին, մեղադրելով նրան պատերազմի կուսակցության ջատագովը լինելու մեջ։ Հիմա Մակրոնը խույվորում է, նայում ասես Թիֆլիսի ամեն շենքի տակ 50 միլիոն եվրամիության դրոշը տնկած, հետո նայում է Վրաստանի ռսաստրուկ իշխանության ու ասում է այս ոնց, ինչ է կատարվում ձեր մոտ։ Այս ամեն ինչից գլուխ հանելու միակ ձևը Խզմալյանին լսելն է։ Այսօր առավոտյան Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, որ նրան հրաժարվեց ընդունել օլիգարխ Իդինա Իվանիշվիլին եւ չընդունեց պաստորեն նաեւ նամակ Մարտուրովից, Միացյալ Նահանգների պետքարտուղարից։ Okay, սա լուրջ է, Վրաստանը նաֆիգա ուղարկում Թրամփին, արա Վրաստանը, որտեղ ամեն օջախում Թրամփի դիմանկարն է կախված պատից, ամեն։ Ու սա դեռ ամենը չէ, Ամերիկան Վրաստանին պատժում է Լեհաստանի միջոցով։ Նիսպոջանկա, motherfucker։ Լեհաստանի դեսպանատունը այսօր հորդորեց Լեհաստանի քաղաքացիներին չայցելել Վրաստան հաջողակի դարձած մերժումների պատճառով։ Okay, Մակրոնին քրֆեցինք, Թրամփին ուղարկեցինք դոմփելու քերակնոջը ու արդյունքում միակ հետևանքը որ եղավ, հեյ, լեհ տուրիստները ավելի քիչ կգան Վրաստան, всё։ Ու ինչ դաս պետք է մենք քաղենք այս ահասար սուրբ փորձից։ Սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլ նաև զգուշացում Հայաստանի համար, որովհետև արևմուտքը ցուցաբերում է հստակ վերաբերմունք ռուսական ճանապարհով գնացող Վրաստանին։ Հստակ վերաբերմունքը որն է հոպար, որ մի երկու լեհ պակաս կգնա հավլաբար։ Բարերը իմաստ ունեն, Մսյո Խզմալյան, ստեղից միակ դասը որ կարելի է քաղել, փաստորեն որ կարելի է հանգիստ Ֆրանսիային եւ Ամերիկային ու միակ վատ բանը որ հետո կարա պատահի որ երկու հատ լեհ տուրիստ քիչ կգնա։ Եվ ինչպես ես ամիսներ շարունակ զգուշացնում եմ Երևանին, քաղաքացիական պայմանագիրը մեծ վտանգի է ենթարկում մեր երկրին, դառնալով կամաց վրացական երազանք կամ հայկական ուզավաճ։ Դե ինչ բարեկամներ, գրկենք Խզմալյանին եւ շտապ մտնենք Եվրոպա, թե չէ ոչ մի լեհ տուրիստ չի տնա Գառնի Գեղարդը։ Ամենակարևորը մնում ենք մեզ հետ, որովհետև երկրորդ մասում Փաշինյանի օգնությամբ մենք վերջապես գտնում ենք մեր հայրենիքը, դու մինչև հիմա չէիր գտել։ Դատի են տալիս ակտիվիստին եւ նոր ՍԴ դատավորի թեկնածու կա։ Դուք կարող եք դառնալ վերջին սերնդի մոդելի էլեկտրամոբիլի սեփականատեր վճարելով ամսական սկսած 121,000 դրամից։ Դրա համար ընդհանրապես պետք է գաք Dragon Motors China, տեղում ձևակերպեք ապառիկ մինչև 7 տարի մարման ժամկետով եւ սկսած 10% կանխավճարից։ Արժեքի մեջ մտնում է բարձրակարգ երաշխիքային սպասարկում եւ այլ առավելություններ։ Այդ ամենը տալիս է Dragon Motors Armenia պաշտոնական ներկայացուցիչը։ Եվ այսպես առաջին հանրապետության տոնն էր ու կար հնարավորություն, որ սա հրաշալի առիթ է, որպեսզի երկրի ղեկավարը մոտիվացնի ժողովրդին, օգտագործելով մեր փառահեղ անցյալ եւ դրանով ուժ տա ավելի լավը լինել ապագայում։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Ուղղակի լրիվ ուրիշ մուլտիտեզերքում, իսկ մեր մոտ սա առիթ էր ինչ որ մեկին ինչ որ բան լսացնելու համար։ Ինչ որ մեկին հյուսիսում։ Իսկ խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ Այդ ոնց որ գնաս ինչ որ մեկի ծնունդին ու սենց հելնես կենաց ասելու, բայց լրիվ ուրիշ մարդու լրիվ ուրիշ բան լսացնես։ Շնորհավոր ծնունդ տապեր։ Ճիշտ է, քո ամենամոտ ընկեր Վահագը այսօր չեկավ, բայց խմում են քո կենացը, որը կարար խմեր Վահագը, բայց ինչ որ ավելի կարևոր գործեր ուներ այսօր չեկավ, ցավը տանեմ, շնորհավոր։ Դե բայց իրականում հետո ընդեղեգան փողծուխ իլաներ եւ Վահագը եկավ այնտեղ կանգնած էր եւ երկրի խորհրդանիշ դեմքով ոգ է շնչում էր սերունդներին։ 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան
խորը հետք չի թողել մեզանում, անկախ եւ ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն երրորդ հանրապետության պատմության հետայած վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Տեսնես ինչի մասին է մտածում Վահագն Խաչատուրյան, ամեն անգամ երբ իրան բերում են ինչ-որ միջոցառման եւ կանգնեցնում են դրոշի առաջ։ Իսկ նա մտածում է, որ այս պետական այր դեմքը ընդունում ու կանգնում է, ոնց որ բոլոր պրոստը կանգնող մարդկանցից ամենաբարձր աշխատավարձն ստանում կանգնելու դիմաց։ Տեղի ունեցան ընթացքում նաեւ Օրվելյան դրվագներ։ Այ Օրվել բապիկը իր 1984-ում որ գրում էր պատերազմը, խաղաղությունը, տգիտությունը, ուժը, ազատությունը, ստրկությունը չէր պատկերացնում, որ ինչ-որ մեկը արասես բառացիորեն ուղեցույցի նման է դա օգտագործելու։ 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Կորուստը ձեռքբերում է, պարտությունը հաղթանակ, բամբասանքը կրթություն է։ Ստոպ, Կաշպիրովսկի, խանգարում ես, հեսա պատմական պահ ենք արձանագրելու։ Ինչ պատմական պահ։ Շնորհիվ մեծարգո վարչապետի հայ ժողովուրդը վերջապես գտավ հայրենիք։ Իսկ հայ ժողովուրդը ման էր գալիս հայրենիք։ Well, դա այդքան կարևոր չի, կարևորը որ գտավ։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ Դու փնտրում ես հայրենիք։ Ես դեբիլի պես մտածում եի, որ հայրենիքում եմ արդեն վաղուց։ Դու թափարական այ հայնիկ գնչուի պես ես ման էր գալիս միջև չեկավ արևափայլ առաջնորդը ու չասեց այս 29743 մետրը քեզ կողքը կանգնեցրուց դրոշների դիմաց Վահագն Խաչատուրյանին ու զգա քեզ մարդ Մի հատ են լավ օրվելյան ձևերով տուշ։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Այս ընթացքում ոչ բոլորն են ոնց որ թե գիտակցում, որ Հայաստանը իր ամենաինքնիշխան ու ամենաազատ փուլում է։ Հա, օրինակ ով։ Գիշերը դա գրակալեն դե եկալա կպալելի մեկի պատուհանին էլ։ Խաղաղության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերից 24 ժամ էլ չանցած Սյունիքի Խոզնավար գյուղը դարձյալ ադրբեջանական կրակի տակ է հայտնվել։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, գիշերը գյուղում բնակելի տուն է վնասվել, տուժածներ չկան։ Երևի ամենամտահոգիչը ստեղ են չի որ կրակել են, որտեղ անցյալում են կրակել։ Ամենասես դեպրեսիայի հասցնող այդ պետական այրերի արձագանքն է սրան։ Երկրի անվտանգության քարտուղարը այս ամենի մասին իմացավ մամուլից։ Անկեղծ ասած, ինչի մասին խոսում եք, ես դեռ տեղյակ չեմ, մանրամասների մասին տեղյակ չեմ Անկեղծ ասած դա մի քիչ ոչ կոմպետենտ է։ Դե լավ, էլի մարդ միջև նորմալ կոֆե չխմի, չի կարա զարթնի ու սա հարցերի Զարթնում է ու ինչ անում, մտնում է Instagram նայի իր reel-ը քանի հոգի է արել, այդ ես կարամ ինձ թույլ տամ, որտեվ ես անվտանգության խորհրդի նախագահ չեմ ու կարող է աննշան մի քիչ նարցիսիզմով եմ տառապում, հա ինչ։ Կոֆե չի խմել մարդը դեռ։ Առավոտանը դեռևս առիթ չեմ ունեցել ծանոթանալու, բայց կրակոցների վերաբերյալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել եւ այդ մասով հավելյալ որևէ մեկնաբանություն չունի։ Այսինքն ՊՆ-ի հայտարարությունն էլ չի կարդացել։ Դե շատ ծանրաբեռնված էր փաստորեն առավոտվա։ Նու ոչ անվտանգությամբ, ինչ որ բաներով։ Իրա ՊՆ ասեցիր, Պապիկյանը ինչ է կարծում սրա մասին։ Ձեր թույլտվությամբ պետք է հարցուղեմ այսօրվա Խոզնավարում կրակոցների հետ կապված, երբ որ խաղաղության մասին է խոսք գնում, մինչդեռ քաղաքացիական անձանց եւ տարեց տատիկի տան վրա են կրակել, ձեր մեկնաբանությունը ինչ է կատարվում։ Նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Այո, պարզաբանում եք ուզել Ադրբեջանից ստացաք։ Ստացաք պարզաբանումը։ Պատասխանը Այո։ հրաժարվել են, որ դա իրենք են արել։ Դրականը տես, զատո տեղյակ էր, որ կրակոց է եղել։ Ինչը արդեն իրան ավտոմատ 4 անգամ ավելի կոմպետենտ է դարձնում, քան Գրիգորյանը, բայց ինքն է վստահ չէր, որ ադրբեջանցիք են եղել։ Իսկ երով պետքա կրակեր։ Դե չգիտեմ ով կա այդ կողմերը։ Եվրոպացի դիտորդները Լոխնեսյան հրեշը կարող է հենց այդ տատին տենց հանելու տենց կրակել էր։ Ազգային ժողովում էլ իշխանական падգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, թե հայկական կողմի համարժեք պատասխանն այս կրակոցներին էսկալացիայի կհանգեցնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունը չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց
Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նաև խաղաղության պայմանագիր ամեն կերպ պետք է հասնեն խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ։ Կրկնում ենք Օրվել Պապիկի մանտրաները. պատերազմը խաղաղություն է, կորուստը ձեռք բերում, Վահագն Խաչատուրյանը պետական այր է։ Մի փոքր այդ ավելի քիչ դառը լուրերից։ Հիշում եք բլոգեր Չախոյանը բացահայտեց այն հորի կառուցված մանկապարտեզը։ Կառուցապատողը դատի է տալիս։ Ինչ բան խառնում ես, կառուցապատողին են դատի տալիս։ Մի խառնի մեր Հայաստանը մուլտիտեզերքի մյուս Հայաստանների հետ, որտեղ Իրան էին դատի տալիս, հա։ Այնա տեսեք, իրանց լցած ցեխը փոկում եմ, մեջից հանում եմ։ Սա իհարկե այսպես պետքա չլիներ։ Սա արդեն ազդար կա, որ աշխատանքները նորմալ չեն արել։ Ինչը հերքեմ, հարցնում է Մասիվի 105 մանկապարտեզի թերություններն արձանագրած ակտիվիստ Արթուր Չախոյանը, որին զրպարտության համար դատի է տվել շինարարությունն իրականացրած Լիլանարմ ընկերությունը։ Այս ընկերության գործադիր տնօրենը Նարեկ Պողոյանն է, նա 2023 թվականի ավագանու ընտրություններին իշխող քաղաքացիական պայմանագրի ցանկում էր։ Ասենք ոնց պետք է հերքի։ Արդյոք երևի պետք է մի հատ էլ վիդեո նկարի այդ մանկապարտեզում, որտեղ այսպես վերցնում է այդ ասֆալտը, որ այսպես դուսա գալիս, օրա չեմ կարող բարձրացնեմ այդ ասֆալտը։ Այս քարիկները այսպես եզրակայինը չեն դուրս գալիս։ Չի ստացվում։ Այս ձենը լսում եք այսպես դատարկ, ինչ լիքը ձայն է։ Ընկերությունը երկուսից էլ պահանջում է սոցիալական էջերից հեռացնել տեսանյութերը, հերքել մեջբերեմ ընկերության վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ երկուսով որպես փոխհատուցում վճարել 12 միլիոն դրամ։ Not even a ton, but a փրթած մածուն։ Exactly, ախպերս։ Հաջորդը որն է։ Սահակյան շինը դատի տա քաղաքապետարանին, որ իրանց շենքի կողքը կառուցել են շատ արագ փլզվող ծիծեռնակաբերդի խճուղի, որը փչացնում է վյուն իրենց 6-րդ հարկից։ Արա շատ այն զգացումից ունեմ, որ հիմա լավ միտք ենք տալիս իրանց։ Հիշացնեմ, էլի մենք արդեն պարզել ենք, որ այս ամեն ինչի հետևում կանգնած է Պուտինը, որը չէր մարսել նոր-նորքի թաղապետի այցը Բուչա, դրա համար Պուտինին դատի տվեք 12 միլիոն դոլարի, դրամի։ Չնայած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս ընդունել էր, որ Չախոյանի հայտնաբերած թերություններն իսկապես կան, բայց այսօր հեքիաթ է որակել ակտիվիստի պնդումը, թե այս ամենը կոռուպցիա է։ Այդ հեքիաթները խնդրում եմ գնացեք ուրիշ տեղեր պատմեք, կոռուպցիայի մասին ոչ մեկ չէր բարձրաձայնում։ Դե իրանք են պատմում։ Սուտ են ասում։ Եթե նրանք ասում են, որ այդտեղ կոռուպցիա է եղել, այդտեղ սուտ են ասում։ Շարունակենք մեր մշտական դասախոսությունը։ Կոռուպցիա, ներածություն։ Կոռուպցիան դա միայն ծրարով ինչ-որ մեկին, ինչ-որ շահի դիմաց փող տալը չէ։ Երբ քաղաքական թիմի նախկին անդամը չի անցնում ավականի, բայց հետո մասնակցում է տենդերների, հաղթում է այդ տենդերները, շատ հորիա կառուցապատում։ Հետո այն նրանք, ովքեր բացահայտում են, որ ինքը հորիա կառուցապատել ծեծ են ուտում ու մի հատ էլ դատի են գնում, այդ պարոնայք պիծնա։ Իդեպ այդ բառասիր հիշեցի, որ մենք ունենք Սահմանադրական դատարանի նոր տեխնացու։ Զեյնալյանը Երևանի քաղաքապետարանում իշխող քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկեր Ավականու Հանրապետություն խմբակցության անդամ է։ 2018-19 թվականներին Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ падգամավոր է եղել։ Նա նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գերիների շահերն է ներկայացնում։ Հանրապետություն կուսակցության կառուն ներկայացուցիչ կուսակցություն, որը Նիկոլ Փաշինյանի իշխող ԿՊ խմբակցության քույր կառույցն է, Արտակ Զենյալյանը տարատեսակ հարցերի հետ կապված արտահայտել է իշխանությունից չտարբերվող կարծիք։ Այստեղ Ագնեսայի հետ վաբշե համաձայն չեմ։ Այն ավականու բոլոլաների ժամանակ Զեյնալյանի կարծիքը ոչ թե չէր տարբերվում ԿՊ-ի կարծիքից, այլ ահագին ավելի ԿՊ-ական էր, քան ԿՊ-ին հիշեք Մարությանին հանելու պահեն Դոգենս բոլոլաները։ Իդեպ ես վաբշե դեմ չեմ Զեյնալյանի տեխնացությանը, բայց կրահեք ով էր դեմ կուսակցական տեխնացուներին։ Երբեք չեք կրահի։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրության ժամանակ հնչող քննադատությունը 2018-ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընդդիմադիր ելք խմբակցությունը Թովմասյանին դեմ էր։ Փաստարկներից մեկն էլ այն էր, որ նախկին կուսակցականը, այս դեպքում հանրապետականը, չի կարող օբյեկտիվ լինել։ ՀԿ անդամ Թովմասյանը ընտրվելուց մի քանի օր առաջ էր դուրս եկել կուսակցությունից։ Հրայր Թովմասյանը գործողվում է Սահմանադրական դատարան եւ նշանակում է նախագահ, որպեսզի լինի այս ստահոդ պետության ոչ դոգը։ Դոգը? Ոչ դոգը։ Որը հայերեն թարգմանաբար կոպիտ է հնչում, բայց ճիշտ է հնչում, պահապան շուն։
Ու եթե Սեյդա Սաֆարյանին նշանակելուց էլ կարելի ասել դե աֆիլիացիա չունի, մենք չգիտենք դաժե ով է, բայց ստեղ ախր կուսակցական է։ Վախենում ես մի ընդհանուր ոչ մի բան չասող, բայց հուզիչ բան չասեն։ Բայց խնդիրը հետևն է, խնդիրը ոչ նրա մասին է, թե ինչ է անձը արել միջև առաջադրումը, այլ ինչ է անելու պաշտոնը ստանձնելուց հետո, որտեղ եթե պաշտոնը ստանձնելուց հետո քաղաքական զսպվածություն չդրսևորի, սա խնդիր է։ Ու ԿՊ-ն այնքան ազնիվ ու սկզբունքային կգտնվի, որ այդ ժամանակ իր ՍԴ դատավորին կհանի պաշտոնից, հա։ Ոչ Նարեկ, որովհետև ոչ Նիկոլը, ոչ Արժեն այդ լիազորությունը չունեն։ Հա, այսինքն պրոստը կհուզվեն ու կասեն հերիքա որոշում ներկայացնես մեր օգտին, մի քիչ ճանաչար լինի։ Հա, հենց տենց։ Մնացեք մեզ հետ։ Ամենամատչելի pick-up Վիգուսը շարունակում է ձեզ սպասել JMC-ում։ Ու 4 անգամ 4, ու այս որակի, ու այս դասի pick-up ավելի մատչելի ոչ մի տեղ չկա։ Գինը ընդամենը ուշադրություն 11.2 միլիոն դրամ։ Ու համել են total երաշխիքը միջև 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Վիգուս Touring Grand Avenue Sharing Plus։ Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գինա, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ պետք Grand Avenue, Grand Avenue Plus, 3 հատ է Վիգուս։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արագ աճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Դուք սա երկիրը քարուքանդ եք արել, սա երկրի հիմքերը դոմփել եք Ալիևի ասելով։ Ինչ կա չկա դոմփած այս երկրում։ Արա դե փաստորեն, sense լրիվ բացահայտ ասում է ախպեր, սաղիդ վրա կամպրամատ ունեմ, ԱԱՑ-ն իրա գործարել է, հիմա խելոք մնացեք թե։ Օծն, մեղջերացն։ Դե հիմա այդ վրա պրոֆիլավորվել է, ով ում բաջանավի հետ է, ով ում քերու հետ է, ընդհանրապես քերն եկավ մեր բակը երգը, լրիվ վերաիմաստավորվեց։ Պասան խեղճ մարդ է, միջև եկավ կճուճը շալակը։ Բայց դու ջողում ես, որ դաշը Տրամպը իր բոլոր անհավանական պիզներով որ դուրս է տվել, այս աստիճանի պիզ դուրս տված չի եղել։ Հա, ամենամոտը, որ ասես they kiss my ass, they call me, they kiss my ass։ Հա, they kiss my ass, շոպլիկանում են, էլի, հա, մի քիչ բանով։ Ну, հա, ամեն դեպքում։ Ինքը ուզում է, որ մենք խոսանք սա մասին, մենք էլի զոր Ինքը լրիվ կառավարում ամես։ Եթե աջակցեք Arm Comedy-ին, միանաք մեր Patreon-ին, ապա հանգիստ կարող եք մոտենալ մեզ փողոցում եւ ցանկացած հարց տալ։